դա իրենց մտահղացումը չի։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, երբ ընտրվեց, նշեց, որ հրաժարվում է աշխատավարձ ստանալուց, դե նա միլիարդատեր է, դա ժեստ է, քանի որ իրենք Թրամփիստ են, իհարկե, չակերտավոր, կասկածում եմ, որ երբ Թրամփը եւ Պուտինը վատ հարաբերություններ ունենան, իրենք այդ գլխարկը կդնեն, չգիտեմ, կարող է Պուտինի արդեն գլխարկը դնեն։ Այսինքն սա նպատակ ունի ցուցադրել, որ մենք այնքան շռայլ ենք, որ մեզ այդ աշխատավարձը պետք չի։ Դա մարդիկ իրոք հարուստ են, չգիտեմ ինչ մեթոդներով են հարստացել, օրինական, անօրինական, հաշվի առնելով Ռուսաստանում ինչպիսի ռեժիմ է, մի փոքր կասկածի տակ է դա դրվում։ Համենայնպես Հայաստանի իշխանություններն էլ ասում են, փաստեր ունեն, որ ամեն ինչ մաքուր չի, օրինակ նույն Հայաստանի հետրական ցանցերում, չէ՞, հիմա գործ կա։ Սա ուղղակի ուզում են ցույց տալ, որքանով իրենք շռայլ են, բայց թե այդ հարստությունը ինչպես է կուտակվել, կրկնում եմ, դա հարց է։ Բացի այդ, մի բան կարող եմ ասել, կարծես ընդդիմությունը հատուկ ստեղծված լինի իշխանությունների կողմից։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ Սամվել Կարապետյանի ձերբակալությունը նրան մեծ կշիռ տվեց, արդյոք դա հատուկ էր արվել, թե Հայաստանի իշխանությունները չգիտակցեցին, որ դրանով նրան բերեցին արդեն առաջնային դիրքեր, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանին շրջանցելով ըստ հարցումների։ Սա խորաման քաղաքականություն է հարմար ընդդիմության հետագա տեսք ունենալու համար, թե ուղղակի խելամտություն է այստեղ չդրսևորվեց, չգիտեմ, բայց այն, որ այս անձնավորությունը իր հայտարարություններով չի ավելացնում ընդդիմության հեղինակությունը, մինչև այսօր տեսեք, ես որևէ լուրջ վերլուծություն չեմ տեսել։